ազգային ժողովի փոխնախագահ, արդյոք այդ ընտրակեղծարարության, իշխանության մաս չի կազմել ձեր հայրում, ու դուք համաձայն եք այդ գնահատականների հետ ընտրակեղծարար հետ կապված։ Նախ չհասկացա ինչով է Լևոն Տեր-Պետրոսյանին Լևոն Զուրաբյանի հետ համատելը, երկրորդ էլ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, բայց այո, ես համաձայն եմ, որ 1996 թվականի նախագահական ընտրությունները արդար ընտրություններ չեն եղել։ Եթե ես դա իմացել եմ միշտ, եթե դուք հետ գնաք, օրինակ տեսնեք իմ հայտարարությունները, նույնիսկ մինչև հեղափոխություն, դուք կտեսնեք, որ ես անձամբ, բայց թողեք պատասխանեմ, բայց չգիտեմ, ենթադրում եմ շատերը այստեղ կարող են գոռաց լինել, բայց թողեք պատասխանեմ։ Շնորհակալություն։ Առաջնային հարցը ո՞րն էր, իմ հայրը։ Նախ մինչև իմ հորը հասնելը պատասխանեմ հարգելի Փայլակի հարցին։ Ես իմացել եմ դրա մասին, միշտ խոսել եմ դրա մասին, միշտ, եթե կրկին վեր հանեք իմ նախկին հայտարարությունները, նախորդ տարիներին, ընդհանուր հեղափոխությունից առաջ տարիներին դուք կտեսնեք դա։ Հորս մասին, եթե դուք վեր հանեք իր օրինակ մի հոդված կամ հարցազրույց 2011 կամ 2012 թվականին արված կրկին կտեսնեք, որ ինքը իր վերաբերմունքը արտահայտել է 1996 թվականի ընտրությունների վերաբերյալ։ Այսինքն իշխանության մաս է եղել այդ ընտրակեղծարար, ձայն Դե խնդրում եմ այդ հոդվածի անվանումը, եթե չեմ սխալվում, մեղավորը մենք ենք, խնդրում եմ գտեք եւ կարդացեք։ Այս post factum է, այսինքն արձանագրել, որ ընտրակեղծարար իշխանության մաս է կազմել պարոն Ռուբինյանը։ Ես կարծում եմ, եթե ես հիմա չպիտի մեկնաբանեմ իմ հայրը ինչ է արել կամ ինչպես, ես ասացի, եթե ձեր հարցը հետեւյալն է, արդյոք անհետևողականություն չկա իմ ասացի միջև 96 թվականի ընտրությունների մասին այն բերմամբ, որ իմ հայրը եղել է այդ իշխանության մեջ, ես ասում եմ, որ չկա անհետևողականություն, որովհետև իմ հայրը ինքը 2011 կամ 2, բայց դե թողեք ավարտենք էլի, թողեք, շատ լավ, հեսա կպատասխան, ես էլ եմ 2008-ին Լևոն Տեր-Պետրոսյանին աջակցել և Նիկոլ Եղեք թող ավարտի հայեր։ Ես էլ եմ 2000, խնդրում եմ ավարտեք ձեր մենախոսությունը, ես պատասխանեմ։ Ավարտեցիք, 2008 թվականին ես էլ եմ 17 տարեկան էի, բայց ես էլ եմ աջակցել Լևոն Տեր-Պետրոսյանին, հայրս էլ է աջակցել, Նիկոլ Փաշինյանն էլ է աջակցել, որովհետև մենք այն ժամանակ համարել ենք, որ ավազակապետական կամ ինչպես կասեր Լևոն Տեր-Պետրոսյանը, մոնղոլ թաթարական ռեժիմը պետք է շտապ ազատվել այդ ռեժիմից։ Լևոն Տեր-Պետրոսյանն էլ է ասում։ Դե տեսնում եք, սա այն կետն է, երբ որ ես Լևոն Տեր-Պետրոսյանի հետ ընդհանրապես համաձայն չեմ եւ դրա համար ի տարբերություն 2008 թվականի չեմ աջակցում։ Պարոն Ռուբինյանը չէ ձեր թիմակից։ Ռուբինյան անցել է Լևոն Զուրաբյանի գաղափարների։ Լևոն Զուրաբյանի Չէ, բացարձակ։ Հա։ Հիսուս քեզ Քրիստոս, չէ։ Իմ անկությունը չի անցել Լևոն Զուրաբյանի գաղափարների ներքո։ Բայց այսօր ինչ ասելա շնաբերան բան եք անում, էլի, բայց դուք ասենք նույն Ինչ ասել, ով ասել է։ Լևոն Զուրաբյանը, դրանից չէիք դուք բռնկվել։ Ինչի մասն է խոսքը, չեմ հասկանում։ Եվ Փաշինյանին ասել։ Չէ, առհասարակ երևի։ Ինչի մասն է խոսքը։ Որովհետև հենց իր հետ հարցազրույցից հետո եք ասել, հա լավ, շփոթ։ Խառնում եք երևի, հա։ Պարոն Ռուբինյանը, ձեր թիմակիցները Քոչարյանին զրպարտել եւ վիրավորել են ընդհանուր 15 միլիոն դրամի եւ նա դատի է տալիս, որ ապացուցի, որ կաշառակեր չէ Նիկոլ Փաշինյանին, Արեն Սիմոնյանին, ինչպես են ապացուցել ձեր թիմակիցները, որ Ռոբերտ Քոչարյանը կաշառակեր է, որպեսզի այդ 15 միլիոնը չտան, թե այնուհանդերձ չեն կարողանալու ապացուցել։ Չհասկացա ձեր հարցը, հիմա դուք պնդում եք, որ զրպարտել եւ վիրավորել են Քոչարյանին։